Դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը դերասանուհի Էվելինա Ստեփանյանը բավականին հայտնի են, սիրված ու ճանաչված հանրության կողմից։ Նրանք ժամանակ առ ժամանակ ինստագրամյան հարթակում ակտիվություն են ցուցաբերում, քանի որ հետևորդների կողմից իսկապես սպասված են նրանց յուրաքանչյուր հրապարակում։ Դե իսկ րոպեներ առաջ զույգը ուրախալի լուրով է կիսվել այն մասին, որ նրանց երկրպագուները նրանց երկուսին միասին կարող են տեսնել միևնույն հարթակում։ Սրա վերաբերյալ նրանք տեսանյութով են հանդես եկել, նշելով, որ անգամ ուսանողական տարիներին նրանց չի հաջողվել միասին մեկ բեմում հանդես գալ, դե իսկ այժմ նրանց սիրողները, նրանց հետևողները կարող են սիրված զույգին տեսնել միևնույն հարթակում։ Ձեր համար երկար սպասված լուր ունենք։ Հիմա մտածում եք, թե ինչ ենք ասելու։ Ինչ ասում, էս ինչ ա լինելու։ Ձեզնից շատերն արդեն տեղյակ են, որ ես ու Լևոնը բազմաթիվ հետևորդների եւ հեռուստադիտողների եւ հանդիսատեսի խնդրանքով Լինելու ենք մեկ թատերական պրոյեկտում միասին։ Այո։ Միասին։ Խաղալու ենք միասին բեմում։ Շատ մեծ փորձառություն է, որովհետեւ նույնիսկ ուսանողական տարիներին մենք հնարավորություն չենք ունեցել, հա, միասին խաղալու։ Ու մեզ համար էլ շատ հետաքրքիր է, զավեշտալի է, արկածներով լի է, կռիվներով լի է, ինչպես միշտ։ Արդյունքը դուք կարող եք տեսնել մարտի 23-ին պրեմիերայի օրը, բոլորից սպասելու ենք։ Ավելի հաճախ պիտի ձեզ ծանոթացնենք ընթացքին։ Ակնհայտ է իմ դեմքից, թե ինչքան չեմ սիրում այս եղանակը ու ինչքան չեմ սիրում խցանման մեջ հայտնվել։ Ինձ թվում է պուլսս կկանգնի այս խցանման մեջ։ Բայց հոп արab չենք մնում, մտածում ենք։ Ասած ժամանակ սիրում ենք մտածել, գիտեք։ Ցավոք սրտի երբեմն, որովհետև շատ մտածելը հաճախ խանգարում է եւ ոչ թե օգնում։ Անդ մեջ հաշվարկում ես ռիսկերը, դու ռիսկի չես դիմում։ Լիքը հարցերում։ Բայց ես գնալով ավելի եմ համոզվում, որ մեր ուղեղը ամենամեծ պարազիտն է, որը խանգարում է մեզ առաջ գնալ։ Եվ մենք անընդմեջ մեզ տվել ենք ծրագրեր, իսկ այդ ծրագրերից ազատվելու դեպքում մենք կգանք մեր իրական եսին, երբ որ մաքրենք մեր ուղեղի սխալ պարունակությունը, իսկ դա շատ բարդ աշխատանք է։ Կամ որ ասում են մի մտածի, օրինակ իմ շրջապատից ինձ շատ սիրող հարազատ մարդիկ երբեմն երբ ինձ տեսնում են, հա, անհանգստացած, էլի ինչ-որ հարցերով, մտքերով, խորանալով, պատասխաններ փնտրելով, ասում են, ինչ ես քեզ շատ ծանրաբեռնում, մի արա։ Եթե կարողանայի, չի անի, բայց պատկերացնենք մի պահ, երբ դուք անհարմար տեղում նստած եք, հա, համարենք ասեղների վրա, այն յոգայի ասեղների վրա կամ էլ պարկած եք կամ կանգնած եք։ Ես փորձել եմ դա ու իրոք շատ անհարմար է։ Համարենք դուք դրա վրա կանգնած եք, ձեզ ցավոտ է, նեղվում եք, ուզում եք իջնեք վրայից, լիարժեք լինեք, խաղաղ լինեք, հանգիստ լինեք, էլ ձեզ վատ չլինի։ Ոնց կշարունակեք վրան կանգնել, ամեն ինչ կանեք, որ իջնեք, չէ, վրայից։ Հիմա նույնը ինձ մոտ է, կամ մեզ մոտ է, ինձ նման մարդկանց մոտ է։ Եթե դա մեզ չանհանգստացներ, չէինք մտածի։ Այլ հարցը թե այդ մտքերը քեզ ուր են տանում։ Եթե դու անընդհատ մտածում ես եւ ժամանակը ցույց է տալիս, որ դու ոչ մի լավ տեղ չես գնում, բնականաբար ուրեմն պիտի կամ հայացքդ փոխես, կամ ինչ-որ մեկի օգնությանը դիմես, կամ փիլիսոփայություններդ փոխես, վարվելակերպդ, վերաբերմունքդ, չգիտեմ, հազար բան կա։ Բայց եթե ինչ-որ պահի ծանր այդ շրջանը, համենայն դեպս այդ փնտրտուքների շրջանը ու դու գալիս ես վերջում որևէ ճշմարտության եւ տենց ամեն հարցի դեպքում, ուրեմն ճիշտ ճանապարհով ես գնում, ու եթե խաղաղվում ես, ուրեմն ճիշտ ճանապարհով ես գնում։ Փախնելը խնդրից լուծում չի։ Խնդրի լուծումներ գտնելն է տանում լուծում։ Փորձելը լավ գոնե։ Ու ով փնտրում է, նա գտնում է։ Դա փաստ է, անհերքելի։ Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանն ինստագրամյան հարթակում անդրադարձել է իրեն պարբերաբար ուղղվող քննադատություններին ու մեկնաբանություններին։ Էվելինան իր այս հրապարակման մեջ ասում է, որ ինչ ուզում է լինի, եթե մարդիկ չեն կարողանում ձեզ տեղավորել իրենց քառակուսու մեջ, ապա միևնույն է քննադատելու են, չարախոսելու են եւ այդպես շարունակ։
բամբասկոտ մարդկանցից զսվում եմ, կան չէ մարդիկ, ովքեր միշտ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ են, իրենց էլ չեմ սիրում, ու կան չէ, որ չեն հասկացել, որ խնդիրը ոչ թե մնացածի, այլ հենց իրենց մեջ է, իրենց նույնպես չեմ սիրում։ Կան այնպիսիք, ովքեր մի հոգու բամբասանքի զոհը դառնալով առանց պարզաբանումների հարաբերություններ են փչացնում, հենց այն մեկի հետ, ով իբր իրենց մասին վատն էր խոսել, այն առաջինի պատմածով, ֆու, ես ամենաշատը երևի հենց այդ կախականջ հավատացողներին չեմ սիրում, իրենք այնքան վախկոտ են, որ նույնիսկ դեմ առ դեմ խոսակցությունից են թևեր առած փախնում, բայց երևի ամենաշատը իրենց զոհի տեղ դրած վանքի հավեր ուտողներից եմ խոսում, իրենք ոնց խեղճ ու վախկոտ կան, այդպես էլ կմնան, այս կյանքն եմ սիրում, սիրով լի մարդկանց եմ սիրում, առողջ մտքով ու համարձակներին եմ սիրում, կուլ չգնացողներին, մինչև վերջ արդարության համար կռիվ տվողներին եմ սիրում, իրենց բացասական համոզմունքների վրա մի քիչ, գոնե շատ քիչ կասկածողներին եմ սիրում, նշել է Էվելինան։ Էվելինան նաև նշում է, որ այս հրապարակումն անում է, քանի որ ամուսինը գնացել է նկարահանման եւ ինքը տանը մենակ է։ Բարի երեկո, ցավոք միայն օրվա վերջումը հաջողվում մնալ մի քիչ ազատ ու ձեզ հետ շփվել, բայց ինչև է, քանի որ Լևը գնաց կրկին նկարահանման, ես էլ տանը մենակ եմ, քարիկներով մեյքափս վկա, ես եմ հեղինակը ու շատ սիրում եմ, դուրս շատ է եկել, դուք էլ գնահատեք, բայց լավ չշեղվենք այս աղջկական թեմաների վրա, եկել եմ ավելի կարևոր բան ասելու։ Լավ, սիրելիներ ջան, մարդիկ ջան, եկել եմ ասելու, ինչ ուզում անենք, լինենք լավը, վատը, տգեղ, գեղեցիկ, թեև ես այդ չափորոշիչները երբեք չեմ հասկացել, խելացի, անխելք, եթե մարդիկ որոշել են, որ մենք իրենց քառակուսիների մեջ չենք տեղավորվում, միևնույն է չենք տեղավորվում, այդ քառակուսիների մեջ չենք տեղավորվելու, եւ դա ամենևին մեր խնդիրը չի։ Հիմա խնդրանք հորդոր կամ անձնական փորձից մի կտոր ընդհանրապես մի մտածեք, թե ինչ կմտածեն ձեր մասին։ Ուղղակի ապրեք, վայելեք այս կյանքը, ապրեք այնպես, ինչպես դուք եք համարում ճշմարտացի։ Թե ինչ կասեն, ինչ ուզում է թող ասեն։ Իմաստնություն իմաստնությանց։ Ասեք։ Գյումրու 7 վերք եկեղեցու մատուցվել է պատարակ, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահան Խաչատուրյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկա են գտնվել նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ։ Պատարակը մատուցել է Քահանա Օրդոյանը։ Նշենք նաեւ, որ ներկաների շարքում է նաեւ եղել Վերջին զանգը հեռուստասերիալից հայտնի դարձած եւ այսօր մեծ ճանաչում ունեցող դերասան Լևոն Մկրտչյանը։ Գաղտնիք չէ, որ Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը ազգային ժողովի падգամավոր է։ Վերջինս հենց քրոջ, նրա ամուսնու եւ իր կնոջ հետ ներկա է գտնվել այս պատարակին։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ Էվելինան հրապարակում էր արել, այդպիսով նշելով, որ այսօր մասնակցել են իրենք պատարակի։ Մարդ կա կիրակի մաքրվում է, մարդ էլ կա ավելի է աղտոտվում։ Շատ եմ սիրում, որ 24 ու 7 բամբասող, չարախոսող ու սրան նրա մահը երազող մարդիկ իրանց սուրբ են զգում ու այդ ընթացքում մի րոպե չեն դադարում թաղել։ Այդ նույն ակտիվությամբ ձեր միջի դևերին թաղեք։ Նշենք նաեւ, որ այս հրապարակման մեջ Էվելինան կարծես թե նաեւ քաղաքական երանգներ է մտցրել, քանի որ վերջին շրջանում քաղաքականության մեջ մարդիկ իսկապես միմյանց մահն են ցանկանում։